Երեք քաղաքի կանգառներից մեկում ինչ վիճակ է, հանրային տրանսպորտում խայտարակ վիճակ է, վարորդների վրա, այսպես ասենք, Ավինյանը պահանջներ է դրել, բայց խնդրեմ ասա իրենց բարեփոխած տրանսպորտային։ Գներեք քաղաքապետարանի հսկի չեք դուք, հսկի չեք դուք, հա, բայց որտեղ է աշխատող եք։ Դե հիմա մի հատ ես մարդկանց տեղավորեք, որ վճարեք։ Դե փորձեք տեղավորել, ես էլ պետք է այստեղ նստենք։ Մենք էլ պիտի նստենք, մեզ էլ հա փորձեք տեղավորել։ Տեսեք, ավտոբուս ՓԲ-ից է, երիտասարդ աշխատակից է, հիմա եկել է, ասում է ձեզ տեղավորում ենք։ Ասում են փոքր առաջացեք։ Կներեք է, որ ասում են բարելավել է, սրա համար պիտի մարդիկ 150 դրամ վճարեն, հա? Այս սրա համար պիտի մարդիկ 150 դրամ վճարեն։ Ոչ, այսօր ձեր եկել է այսպես եղել։ Ես այսպես եկել եմ, հասել եմ այստեղ, Տիգրան Ավինյանն էլ հրավիրել եմ։ Բա մենք չնստեցին, այստեղ մարդիկ չնստեցին։ Չէ, մենք արդեն 20 րոպե սպասում ենք այստեղ։ Մենք արդեն 20 րոպե սպասում ենք այստեղ։ Տեսեք, Տիգրան Ավինյան, հա դուք քեզ համար երիտասարդի ոտքերը դուրս եք մնացել, մարդկանց ոտքերը։ Քեզ համար Տիգրան Ավինյան, մարդկանց ուղարկել ես, ասում ես թող խցկեն իրար վրա, այս ավտոբուսի անվտանգությունը, այս մարդկանց կյանքի անվտանգությունը ով է հսկելու։ Ինչու Խնդրեմ, այս պատկերը եւ երեկել մինչ այսօր մեկ այլ տեսանյութ եք պատրաստել, թե ինչ է տեղի ունենում հանրային տրանսպորտում, ինչ բողոքի, այսպես ասենք, աղմուկ կա, պայմանավորված վերջերս Տիգրան Ավինյանի հայտարարությամբ։ Համեցեք եւ հետո արդեն մի քանի թեմաներ ունենք։ Շնորհակալություն։ Իրականում ես արդեն երրորդ օրն եմ մտածում եմ, թե Տիգրան Ավինյանը ինչի է այսպիսի խաժամուժ, այսպիսի խառնաշփոթ, այսպիսի խայտառակ իրավիճակ ստեղծել մայրաքաղաքում, արդյոք Տիգրան Ավինյանը փորձում է ամեն ինչ անել, իրենց չունեցած, ՔՊ-ի չունեցած վարկանիշը մինչև վերջ իջեցնել, թե իսկապես փողը այնքան է պակասել, որ այս մարդիկ գնում են հնարավոր եւ անհնարին բոլոր քայլերի։ Ես ավելին չեմ ուզում խոսել, Երևանի տրանսպորտի վիճակը այսպիսին է, բայց այս վերջին 3 օրերին ավելի է սաստկացել, ինչի պատճառով, որովհետև եթե նախկինում վարորդները բացում էին երկու դռները, մարդիկ երկու դռնից մուտք էին ունենում ավտոբուս, վճարում էին, երկու դռնից իջնում էին, հիմա վարորդները ստիպված են, իրենց այդպես է հրահանգավորված, այդ խեղճ մարդիկ, որ առավոտյան ժամը 6-ից արթնանում են, ղեկին են, հիմա մի հատ էլ Տիգրան Ավինյանը այս մարդկանց հսկիչ է դարձրել եւ այդ մարդկանց ըստ երևույթին դե հրահանգվել է, որովհետեւ բոլոր վարորդները նույն գործողություններն են իրականացնում, գրեթե անխտիր, բացում են արջևի դուռը, բոլորը նստում են, կանգառներում սկսվում է խցանումներ եւ այն ժամանակահատվածը, եթե ասենք օրինակ X համարի ավտոբուսը պետք է A կետից B կետ հասներ 15 րոպեում, հասնում է առնվազն 40 րոպեում, որովհետև մի հատ բացում են, մարդիկ են բարձրանում, մի հատ բացում են, մարդիկ են իջնում, հետո դժգոհություն է առաջանում, հետո վարորդների ու այդ քաղաքացիների միջև վեճ է սկսվում։ Սիրելի վարորդներ, նախ ուզում եմ ձեզ ասել, շնորհակալությունս հայտնել այն ծանրաբեռնված աշխատանքի համար, որ իրականացնում եք դուք այս խցանումներով լեցուն մայրաքաղաքում, եւ ես վստահ եմ, որ որևէ վարորդի աշխատանքային պայմանագրում նշված չէ, որ վարորդը նաև հսկիչ է։ Եթե վարորդը նաև հսկիչ է եւ դա կա պայմանագրում, ապա 25 թվականին Տիգրան Ավինյանը, Երևանի 9%-անոց քաղաքապետը, ինչու 270 միլիոն, եթե գուցե ես թիվը որոշակիորեն սխալվում եմ, մի քիչ ավել կամ պակաս, 270 միլիոն դրամ հատկացրեց առանձին հսկիչների համար։ Եվ մենք բոլորս ականատես ենք եղել, որ հսկիչները ընդհանրապես տրանսպորտում եղել են 10-15 օր, ոչ ավել, ամբողջ 25 թվականից մինչև այս ժամանակահատվածը ընկած ժամանակի ընթացքում։ Եթե հարգելի վարորդներ, դուք նաև հսկիչ եք, հիմա հարց եմ ուղղում, արդյոք դուք վճարվում եք նաև հսկիչի
աշխատանք կատարելու դիմաց։ Եթե դուք հսկիչ չեք եւ Երևանի քաղաքապետարանը անօրինական ձեզ ծանրաբեռնում է այդ աշխատանքով, ես ձեզ ասում եմ, ձեր կողքին կանգնած ենք, կարող ենք դիմել դատարան եւ Տիգրան Ավինյանը թող հատուցում տա բոլոր այն վարորդներին, որոնք այս ծանրաբեռնված օրերին լծվել են նաեւ հսկիչի աշխատանք կատարելով։ Եվ երկրորդ հարցը, որ ես ուզում եմ նորից, մենք մտածում ենք նորից դիմել դատարան, դա այն է, որ որևէ ավել փող աշխատելը չպետք է կախված լինի մարդու կյանքի անվտանգությունից։ Այս կադրերում դուք տեսաք, որ ասենք 60 հոգու կամ 70 հոգու համար նախատեսված ավտոբուսում 110-120 հոգի մարդեր տեղափոխվում։ Սա ոչ այլ ինչ է, քան մարդկանց կյանքի հետ խաղալ, մարդկանց կյանքը վտանգել եւ ել չեմ ասում, որ լարվածության մեջ պահելով վարորդներին կարող են վարորդները ամեն րոպե վթարի ենթարկել եւ ամեն րոպե կարող է անդառնալի իրավիճակ ստեղծվել այդ 110-120 հոգու մարդու կյանքի համար։ Դիմում եմ եւ հորդորում եմ Երևանի 9%-անոց քաղաքապետին Նիկոլ Փաշինյան, կպեք ձեր գործերին ու տեսեք ինչպես կարող եք դրսից, այստեղից, այնտեղից փողեր բերել հիբրիդային պատերազմի անվան տակ։ Դուք մի մտեք մարդկանց գրպանը այս կերպ, դուք մի մարդկանց նյարդայնացրեք քո քաղաքապետով, քո իշխանությունով, դուք ամեն տեղ մարդկանց գրպանը մտնելու համար իշխանություն եք, որովհետև յուրաքանչյուր Հայաստանի վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի ամեն երրորդ քաղաքացին հարկադիրի տակ է։ Դուք ասում եք, կհիշեք դուք ինչով եկաք, դուք եկաք տեսախցիկները փակելով։ Մայրաքաղաքի ամեն հատվածում տեսախցիկ է, բայց այս վիճակագրությունը, որ կա ավտովթարների ցուցանիշը, ուղղակի խայտարակություն է, աշխարհում չկա այնպիսի երկիր, թվականակի առումով եմ ասում, բնակչության թվականակի առումով, որտեղ ավտովթարները այս կարգի խայտարակ վիճակում լինեն։ Էլ չեմ ասում, երբ երեկոյան ժամերին դուրս ես գալիս Մայրաքաղաքի օրինակ Աչափնյակ համայնք, ռազմորկաներ են ամեն տեղ։ Մեր բանակից շատ ոստիկանական զորք ունեցող Երևանում ամեն ուգլի վրա, ինչպես ասում էին երեկվա այդ տղերքը, ռազմորկաներ են։ Այդ ձեր ստեղծած հասարակությունը, ձեր ստեղծած իրավիճակը, ձեր ստեղծած կյանքը հենց այսպիսին է, սակայն սա չէ խայտարակության ամբողջ պատկերը։ Տեսեք, սիրելի ժողովուրդ, իմ շատ սիրելի հայրենակիցներ, տատիկներ, պապիկներ, հայրիկներ, մայրիկներ, քույրեր եւ եղբայրներ, տեսեք, այս իշխանությունը եկավ, դասակարգեց մեր ժողովրդին ներկայի ու նախկինի, սևի ու սպիտակի, հիմա Նիկոլ Փաշինյանի ոչ շարքային ուսապարկ Անդրանիկ Քոչարյանը իր տղայի բանակ չծառայելը բացատրում է նրանով, որ իր տղան բարձրակարգ է։ Հիմա դիմում եմ այն մայրերին, որոնց երեխաները ծառայել են եւ այսօր էլ ծառայում են մեր բոլորի անվտանգության համար։ Որևէ մեկը կարող է ասել, որ իր տղան ավելի քիչ բարձրակարգ է, քան Քոչարյան Անդոյի տղան։ Օրինակ, Նիկոլ Փաշինյան, ձեր տղան փաստորեն հեչել բարձրակարգ չէր, հա, փաստորեն։ Այդ ոնց եղավ, որ ձեր տղան ծառայեց, օրինակ, բայց Քոչարյան Անդոն ասում է, որ իր տղան բարձրակարգ է, դրա համար չի ծառայում։ Հիմա էլ սրանք մեր սահման պահող տղերքին դասում են բարձրակարգ ու ցածրակարգ։ Մենք Եռաբլուրում 18 տարեկան զինվոր ունենք, որը 18 տարեկանում 6 լեզվի էր տիրապետում։ Ինչու եք հրահրում, ինչու եք այս փոքր 2.5 միլիոն բնակչության մեջ դուք ամեն օր հրահրում կրքեր, որն է ձեր նպատակը։ Կամ անդրադառնամ
Սիմոնյան Ալենին, ասում է մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Այն Պապիկյան Սուրենին ինչի եք պահում։ Բա ինչի եք պահում, եթե մեր անվտանգության երաշխավորը հասկանալի է, որ ՔՊԻ անվտանգության եւ իշխանավարման երաշխավորը ոչ միայն Ադրբեջանն է, այլ նաեւ Թուրքիան է, որովհետեւ այդ մասին իրենք բարձրաձայնել են։ Հիմա դուք ինչի եք դա այդպես բարձրաձայնում, որ մեր անվտանգության երաշխավորը, բա եթե Ադրբեջանն է, էլ ինչի եք ասում մենք Հնդկաստանից զենք ու զորք ենք բերում։ ՔՊ-ական պատգամավոր Հայկը Սարգսյան երեք շատ խայտառակ թվեր է հրապարակել։ Խայտառակ թվեր, եւ ես դա բացատրում եմ նրանով, որ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Եթե Հայաստանից օտարերկրյա քաղաքացիություն է ստացել 60 իքական սեռի մարդ, ես սա իշխանավոր պատգամավորի թվերն եմ բերում, ապա արական սեռից 2000-ից ավելին է ստացել։ Վերջին 12 կամ 14 տարիների ընթացքում 44000-ից մեր բանակի թիվը նվազել հասել է 14000-ի։ Սա արդեն սարսափելի է։ Սա արդեն իրավիճակի լրջության ազդակ է եւ գուցե Ալեն Սիմոնյանը շատ լավ է տիրապետում այս թվերին, պատկերացրեք 14000 բանակ, սա ես չեմ ասում, սա ասում է ՔՊԻ պատգամավորը, 100,000-անոց ադրբեջանական զորքի դեմ, եւ գուցե հենց իրենք բերել հասցրել են սրան, որպիսի Ադրբեջանը դառնա Հայաստանի իրենց ասելով անվտանգության երաշխավորը, իսկ ես կարծում եմ, որ իրենք Ադրբեջանին տեր ու տիրակալ են փորձում դարձնել Հայաստանում։ Ադրբեջանը, ես հիմա տեսեք, ասում են սահմանադրություն պիտի փոխվի, ես չեմ բացառում, որ օրինակ նույն ՔՊ-ն առաջարկի սահմանադրության մեջ ավելացնել, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Մենք ավելի սահմռկեցուցիչ, ավելի վատ տեսարան չենք կարող պատկերացնել, քան այս իշխանությունը ամեն օր բերում է մեր գլխին։ Տեսեք, ես ուզում եմ այս համատեքստում անդրադառնալ Փաշինյան-Պուտին հանդիպմանը, իդեպ ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանն է խնդրել, որքանով է ճիշտ այդ տեղեկատվությունը, չեմ կարող ասել, բայց ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանն է խնդրել գնալ Մոսկվա, հանդիպել Վլադիմիր Պուտինին, բայց ես ուզում եմ այստեղ կանգ առնել մի շարք բայցերի վրա։ Այն, ինչ երևաց այդ հանդիպման ընթացքում, սա փաստորեն վերջը չէր եւ սա ամենը չէր։ Փաստացի մենք մի քանի ազդակներ լսեցինք Ռուսաստանից, որոնք կարող են, սիրելի տատիկներ ու պապիկներ, ձեզ օրինակ 26-27 թվականի ձմռանը բերել սարսափելի, աննկարագրելի, ինչու՞ չէ նաև ինձ, մեր աշխատող արարող հասարակությանը բերել անդառնալի ծանր վիճակի։ Տեսեք, մենք երկարատև ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի գրպանային ընդդիմություն ունի, այդ ընդդիմության ղեկավարը երկարատև ժամանակ մեզ նախապատրաստում էր, ասում էր, պետք է պատրաստ լինենք ցուրտ ձմեռների, սառնամանիքների։ Իրենք պատրաստում են մեզ հանուն ինչի։ Հանուն նրա, որ Ռուսաստանի հետ խզեն իրենց կապերը եւ մտնեն Եվրամիության կազմ։ Դժվար է ասել, թե Եվրոպան Հայաստանին սպասում է իր կազմում, որովհետև ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, 2003 թվականից կամ 4 թվականից Վրաստանն է սպասում, այդ թվականներից թիվը այս պահին կոնկրետ չեմ հիշում, մեր հակառակորդ երկիր Թուրքիան է սպասում,
սպասում են Եվրամիության մեջ մտնելուն, բայց ի տարբերություն Հայաստանի, Վրաստանը ունի ծովային ճանապարհ, Վրաստանը ամեն օր զարգանում է, Թուրքիայի տնտեսության զարգացման մասին չեմ էլ ուզում խոսել, թե ինչ տեմպերով է զարգանում, Հայաստանի տնտեսության միակ զարկերակը, խնդրում եմ ուշադիր լսեք, դա Լարսի ճանապարհն է դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Եթե մեկ շաբաթով փակվի Լարսի ճանապարհը, Հայաստանում կլինի պարենային սով, պարենային անվտանգության խնդիրը որևէ անգամ չենք լսել, որ Հայաստանում մենք ինքնաբավ պետություն չենք անգամ հացի առումով։ Այո, Արցախը որ կար, մենք ինքնաբավ պետություն ենք, բայց հիմա չկա Արցախ, մենք անգամ հացի առումով ինքնաբավ պետություն չենք։ Ռուսաստանը շատ հստակ ասաց, որ Նիկոլ Փաշինյան, դու կարող ես տեղավորվել մեկ աթոռի վրա, ընտրի կամ Եվրամիությունը, կամ ընտրի Ռուսաստանը։ Եթե ընտրում ես Եվրամիությունը, ապա դուրս արի ԵԱՏՄ տնտեսական այդ ԵԱՏՄ-ից դուրս արի, որը տնտեսական կառույց է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է պնդել, որ չէ, ես երկու աթոռի վրա կնստեմ։ Ոչ, Նիկոլ Փաշինյան, քեզ հստակ ասում են, դուրս ես գալու ԵԱՏՄ-ից։ Դու այնտեղից Եվրոմիությունից փողեր ես բերում, ժողովուրդը չգիտի որտեղ է իրականում ծախսվում այդ գումարը։ Դու փողեր ես բերում, իսկ Ռուսաստանի հետ այս ժողովուրդը իր մեծ առումով տնտեսական կապով Ռուսաստանի հետ մեր երկրի լինել չլինելն է կախված։ Հիմա տեսեք շատ հստակ, սիրելի տատիկներ, այդ որ այդ 10,000 դրամի այսօր կողքս մի պապիկ էլ էր նստած էլի այդ թմկահարում էր այդ 10,000 դրամը, հիմա ես ձեզ կոնկրետ ասում եմ, այդ 10,000 դրամը ընտրակաշառք է։ Որևէ մեկը, երբ որ ինձ հետ կվիճի, ես օրինակ կբերեմ ֆինանսների նախարարի խոսքը, երբ որ կառավարության նիստում այսպես լայն բացած աչքերով նայեց Նիկոլ Փաշինյանին եւ ասաց, բայց այդ 10,000 դրամի աղբյուրը չկա։ Այսինքն, երբ որ չկա մի գումարի աղբյուր, այդ ծորակը շատ շուտով կտրվելու է։ Տեսեք, ժամանակին ինչ էին անում, ձեզ 5,000 դրամներ էին տալիս, դուք գնում էիք, գլխիկոր, ընտրում էիք իշխանություն, հետո 5 տարի դժգոհում եք այդ իշխանությունից։ Դուք հիմա գնալու եք 10,000 դրամ թոշակի բարձրացման արդյունքում, որը չենք կարող հստակ ասել հուլիսին լինելու է թե չէ, որովհետև եթե մի փողի աղբյուր չկա, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ասում էր պիտի փայփայենք այդ թոշակը, որովհետև կարող է նաև բան պատահի, հուլիսին շատ հանգիստ կարող է ասել, դուք չփայփայեցիք, այդ դրա համար դուք էլ չունեք այդ 10,000 դրամը։ Այսպես անկանխատեսելի ձեզ 10,000 դրամ առաջարկվեց։ Եվ Ռուսաստանը հիմա շատ հստակ ասում է, սիրելի հայ ժողովուրդ, ձեր երկրի ղեկավարը որոշել է գնալ Եվրամիություն։ Ես Հայաստանին գազը վաճառում եմ $177։ Եվրամիությունում գազը 600 մի քիչ ավել է։ Այսուհետ Հայաստանը գազը կստանա 600 եւ ավել դոլարով։ Հիմա այն տատիկ պապիկներին եմ ասում, եթե դուք ձեր տունը ջեռուցելու համար վճարում եք հիմա 15, 20, 30,000 դրամ, դուք դա կվճարեք 4 անգամ ավել։ Այսինքն 30,000 դրամ վճարելու դեպքում դուք կսկսեք վճարել արդեն 100-120,000 դրամ, որովհետև այդպես ուզում է Նիկոլ Փաշինյանը։ Հետո էլ ձեզ ասելու է մենք չենք կարող ապրել այսպես, եկեք գնանք Թուրքիայի լծի տակ ապրենք։ Հիմա մենք ենք ընտրելու մեզ սպանողի, ցեղասպանողի լծի տակ պետք է գնանք ապրենք, թե պետք է չապրենք։ Մենք ենք դրա ընտրության հեղինակը լինելու։ Մեր սիրելի տատիկ պապիկները, մեր շատ սիրելի քույրերն ու եղբայրները, ընդհուպ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում աշխատողները, որոնք
ես տեղեկություն ունեմ, հրահանգվել է մեկ մարդու պես գնալ ձայնը տալ ՔՊ-ին եւ արդեն նաեւ տեղեկություններ ունեմ, որ ոչ ՔՊ-ական հայացքների տեր մարդկանց սկսում են ազատել աշխատանքից։ Բոլորդ հիշեք, որ ավելի լավ է այսօր լինել գործազուրկ, բայց վաղը ապրել երկրում, որտեղ թուրքը քեզ չի աշխատացնի, թուրքը չի լինի քո գործատուն, թուրքը քեզ աշխատավարձ չի տա։ Ինչ է ասում Ռուսաստանը, եթե մենք գնում ենք Եվրամիություն։ Ասում է, եթե դուք գնում եք Եվրամիություն, ապա Ռուսաստանում ապրում է մի քիչ ավելի հայ, քան Հայաստանում։ Կա ընտանիք Հայաստանում, որը Ռուսաստանում ապրող բարեկամ չունի։ Ես կարծում եմ չկա։ Այնտեղից չեն թողնի տրանսֆերտներ մտնի, ռուսական ռուբլին չեն թողնի։ Ավելին, երեք Արամ Գաբրիելյանովը ասում էր, որ վիզային ռեժիմ կսահմանվի Հայաստանից Ռուսաստան, Ռուսաստանից Հայաստան գալու համար։ Այսինքն են ձեր աղջիկները, տղաները, հորեղբոր զավակները, մորեղբոր, որոնք ապրում, արարում են Ռուսաստանում, տարին մի անգամ էլ գալիս են այստեղ, խնջույք է կազմակերպում, կամ մեկը, եթե իր մի խնդիր է ունենում, դիմում է դրսի իր բարեկամին, այդ արդեն չի լինի։ Դուք ուզում եք ընդհանրապես կապը կտրել ձեր զավակների հետ, որոնք ապրում են Ռուսաստանում, ուրեմն գնացեք Նիկոլ Փաշինյանի ասածով։ Եթե չեք ուզում եք ձեր ընտանիքների անդամների հետ կապ ունենաք, ապա իրականությանը նայեք ռեալ աչքերով ու տեսեք, թե Արցախը հանձնած իշխանությունը ինչ նոր խնդիրներ է բերում մեր առաջ։ Կլինի վիզային ռեժիմ, Ռուսաստանի արտարժույթը չի մտնի Հայաստան, կփակվի Լարսի ճանապարհը, Ռուսաստանը Հայաստանից այլևս ապրանքներ չի իր շուկայում իրացնի, ինչ է անելու հայ ձեռնարկատերը, ջերմոցատերը, գյուղատնտեսը, արտադրողը, ինչ է անելու։ Եթե ձեզ թվում է, որ Եվրոպան բաց դռներով սպասում է, որ Հայաստանից լոլիկ կամ ծաղիկ արտահանվի, ապա դուք չարաչար սխալվում եք, որովհետև հենց նույն Եվրոպայից այդ ծաղկի սերմերը կոպեկներով գալիս մտնում են Հայաստան։ Հայաստանը այդ իր արտադրած այսքան ջերմոցատերեր, իրենց արտադրած ծաղիկը արտահանում են ռուսական շուկա։ Հիմա բոլորը ձեր ականջներին օղարեք եւ հասկացեք, չասեք որևէ անգամ, որ մենք ձեզ չենք զգուշացրել, չասեք որևէ անգամ, որ դուք տեղյակ չեք եղել։ Այս ամեն բոլոր խնդիրները, որ ես թվարկում եմ, դրանք մեզ հետապնդում են, որովհետև ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, ասում է, դուք ասեցիք, որ Արցախը Ադրբեջանի մաս է, ես էլ հանձնեցի։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում որևէ մեկը չի կարող կարդալ, որ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականություն է։ Այսինքն հիմա ուզում եմ դիմել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Եթե օրինակ Էրդողանն էլ ասի, որ Հայաստանը Թուրքիայի տարածք է, գնալու ես հանձնես, Ադրբեջանը ասի, որ մինչև Երևանի մատույցներ Ադրբեջանի տարածք է, գնալու ես հանձնես, Վրաստանը ասի, մինչև ապարանի մատույցներ վրացական տարածք է, գնալու ես հանձնես, դու եկել ես, որ քեզ ասեն սա է դու 10 դրանք, դե հիմա դրա համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տևական ժամանակ ասում է, որ Զանգեզուրը արևմտյան Ադրբեջան է։ Ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը կասի, բա ինչ անենք, բա Ալիևը ասեց արևմտյան Ադրբեջանը, մենք էլ հանձնեցինք։ Ասեք մի բան, ես կխնդրեմ մտնել մեկնաբանություններում գրել այն լավ գործերը, որ արել է այս իշխանությունը։ Ես գիտեմ, որ օրինակ մարզերում հիմա երբ որ խոսում ես, ինչու ոչ նաև Երևանում, մարդիկ ասում են բժշկական ապահովագրություն։ Ուրեմն կար սոցիալական փաթեթ, որը հիմա չի գործում, մարդիկ դրանով գնում էին բժշկական ապահովագրության։
կար մինչև 18 տարեկան անվճար բուժ սպասարկում, որը հիմա չի գործում, կար հաշմանդամների որոշ կարգի մարդկանց համար անվճար բուժ սպասարկում, հիմա չի գործում, հիմա գործում է բժշկական ապահովագրություն։ Սիրելի տատիկ պապիկներ, որ ամեն անգամ այս իշխանությունը գալիս է մարզ ու այսպես ձեր ճակկատին է ճպացնում, ասում է 10,000 թոշակը ստանալու եք հեսա, բժշկական ապահովագրությունը ստանալու եք հեսա։ Դիմում եմ ձեզ, Նիկոլ Փաշինյան, ձեր իշխանությունը ընդամենը հարկահավաք է։ Ընդամենը դուք հարկահավաք եք։ Իսկ ինչու չեք գնում օրինակ այդ տատիկ պապիկին ասելու, որ գիտեք, այդ բժշկական ապահովագրության հարցում դեր ունի Ռուզանայի ընտանիքը, Կարոյի ընտանիքը, Պողոսի ընտանիքը, Լիլուի ընտանիքը, ձեր Քոչարյան Անդոյի, Սիմոնյան Ալենի, չգիտեմ, Քոչարյան Ռոբերտի, բոլոր ընտանիքները դեր ունեն։ Ինչու եք խաբում մարդկանց։ Չէ՞ որ դուք բոլոր աշխատողներից հիմա նոր հարկատեսակ եք գանձում։ Դա առողջապահության ապահովագրության հարկատեսակն է։ Այնպես որ սիրելի տատիկ պապիկներ, հատկապես դուք եք միամիտ, որ գալիս են ձեզ ասում են բժշկական ապահովագրությունից օգտվում եք, ասեք այո, իմ տղայի աշխատավարձից եք գանձում, իմ հարսի աշխատավարձից, իմ թորնիկի աշխատավարձից գանձում եք, եւ մենք ստանում ենք այդ ապահովագրությունը։ Եթե դուք չգանձեիք, մեր ընտանիքի անդամները այդ գումարը կհավաքեին, մենք էլի կգնայինք հիվանդանոց։ Այս սա է այդ ապահովագրության ամբողջ կեղծ իրականությունը։ Մեզանից այս իշխանությունը հավաքում է, այդ թվում եւ ձեր թորներից, ձեր եղբայրներից, հենց ձեզանից, եթե թոշակառու եք եւ աշխատում եք, բոլորից գանձում է եւ ասում է ստանում եք, չէ՞, այդ ապահովագրությունը։ Ես բազմիցս ասել եմ, որ ԿՊ-ն գողերի եւ սուտասաների իշխանություն է։ Իրենք մոտ 4 միլիարդից մի քիչ պակաս կամ ավել դեկտեմբեր ամսին գողացան պետական բյուջեից առանց մեզ ասելու, առանց մեր գիտության, բա ինչու չէին գալիս ամեն գյուղ ու քաղաք ասեին, լավ է, չէ՞ որ մենք ասենք $30,000 պարգևավճար եմ ստանում, այն մի նախարարը 8 միլիոն, ինչու չեկան ձեզ այդպես, հիմա գալի ասում են, լավ է, չէ՞ որ 10,000 թոշակ եք ստանում, ուրեմն իրենց ստացած այդ 7-8 միլիոնը հեչ, ձեր ստացած 10,000 դրամը մեջ, հա, դուք չեք վիրավորվում, օրինակ ես վիրավորվում եմ, որ Նիկոլ Փաշինյանի ոչինչ չանող են, որ ասում էր, դե ինչա տրանսպորտը լավ է, դիահերձարանը տանենք Մարտունից, Գեղարքունիք տրանսպորտով դինկը տեղափոխեն, ես վիրավորվում եմ, որ նա ստացավ 3 միլիոն պարգևավճար, իսկ իմ մայրիկը պետք է ստանա 10,000 դրամ թոշակ, ես վիրավորվում եմ, դուք չեք վիրավորվում, ձեր զավակները չեն վիրավորվում, նորից եմ ասում, որևէ մեկ թոշակառու մինչև այդ հույժ գաղտնի թղթի հրապարակումը իմացավ, թե քանի միլիոն ստացան ԿՊ-ական իշխանությունը, մարզպետները, ինչ են անում այդ պորտաբույծ կառույցները, որ այդքան պարգևավճարներ են ստացել ու դրա մասին էլ որևէ մեկը տեղեկություն չուներ։ Որևէ մեկ քաղաքացի թող կանգնի, թող գրեք ինձ, խնդրում եմ, գրեք ասեք, այ ձեր մարզպետը այս սա է արել, մարզպետի տեղակալը այս սա է արել։ Գրեք, խնդրում եմ, գրեք տեսնեմ, գուցե ես լավ տեղեկացված չեմ, գրեք տեսնեմ, ձեր մարզպետի տեղակալը ինչ է արել, կամ ձեր մարզում քանիս են ճանաչում ձեր մարզպետի տեղակալին, որ պարգևավճար է ստացել։ Սա մի իշխանություն է, անցած օրը բարձրաձայնեցի Էջմիածնի դպրոցի մասին, պարզվում է, սա մի իշխանություն է, որ մի դպրոց Հայանիստում երկրորդ անգամ է բացել։ Հայանիստ համայնքում, որտեղ ճանապարհ չկա, ցեխակոլոլ, մի անգամ տեսանյութ եմ հրապարակել, հրավիրել եմ մարզպետի ուշադրությունը, ասել եմ եկեք այս հարցը լուծեք։ Ինչպես կարող են մարդիկ Երևան City տոպրակները, երեխաները քաշեն իրենց ոտքերին դպրոց գնան։ Բա Նիկոլ Փաշինյան, որ գնացել էիք Արմավիրի մարզ, ես մի
ֆոտո եմ ուզում ցույց տալ, հա, ձեզ, եթե հնարավոր է, չգիտեմ, կերևա թե ոչ, տեսախցիկի առաջ ուզում եմ ցույց տա, սա ես կխնդրեմ մոտեցնել, հա, Արմավիրի մարզում 1 տարի առաջ կառուցված Զարթոնքի կամուրջն է։ Ոնց որ բանա, ոնց որ Ուկրաինայում տեղի ունեցած ռմբակոծությունից հետո սա կամուրջ է։ 1 տարի առաջ Նիկոլ Փաշինյան, ինչքան եք ծախսել մի այդ մարզպետիդ, որ պարգևավճար է ստանում, ես խնդրում եմ հարցրեք, այս կամուրջի վրա որքան գումար է ծախսվել։ Հիմա ընկել եք բանա, մարդկանց ասում եք 200 հոգի լցնենք մի ավտոբուս, փողը շատ գնա քաղաքապետարան, գրողին թե ավարիա չի տա ու չեն մեռնի։ Ընկել եք sense կարշիները քերթելով։ Մի հատ խնդրում եմ, հարցրեք ձեր մարզպետին, շուտ եք տեսնում։ Ասեք այդ կամուրջի վրա 1 տարի առաջվա կամուրջ է, ինչքան գումար եք ծախսվել եւ ինչու է հիմա այդ կամուրջը այս իրավիճակում։ Ես տարբերակներ ունեմ։ Կամ այստեղ խոշոր փողեր են լվացվել, կոռուպցիա է եղել խոշոր եւ որևէ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվել, կամ ժողովրդի կաշին քերթում եք ու այդ քերթած գումարները ապրծփր ոնց կարողանում եք այդպես էլ հողի տակ եք թաղում։ Ես հակված եմ, որ այստեղ մեծ կոռուպցիա է եղել։ Ես խնդրում եմ Արարատի մարզպետ, դիմում եմ ձեզ, Արմավիրի մարզպետ, դիմում եմ ձեզ, այդ ձեր ճանապարհների վրա ծախսված գումարները մի հատ հաշվետվություն տվեք, հասկանանք, հանրային հաշվետվություն, հասկանանք ինչու է մեր երկիրը այս ահռելի պարտքի բեռի տակ ու այս անմխիթար վիճակում։ Տեսեք, այս իշխանությունը ասեց ասֆալտ ենք անում, դե հասարակությունը հասկացավ, լավ, այդ ասֆալտը չի կարա ձեզ իշխանության բերի։ Սոցիալական ծրագրեր, դա էլ չի կարող ձեզ բերել, որովհետև այս սոցիալական սրանք մի ծրագրեր են, որոնց կյանքի տևողությունը կարճ է լինելու։ Ես այսօր այստեղ եմ եւ խնդրեցի նաեւ Հայելի ակումբին հրավիրել անկախ տնտեսագետ Ռոլանդ Մարտիրոսյանին, ով ձեզ շատ ավելի հանգամանալից կներկայացնի, թե ինչ փուչիկ է այս սոցիալական ապահովագրությունը եւ 10,000 դրամ թոշակը։ Ես կարծում եմ դուք այդ եթերը ուշով կլսեք ու կհասկանաք հուլիսին սեպտեմբերին ձեզ սպասվելիք ամբողջ իրականությունը ինչպիսին է լինելու։ Երբ որ մարդիկ անգամ մի դպրոցի բացման են, հիմա ձեզ դիմում եմ Նիկոլ Փաշինյան, Գեղարքունիքի մարզպետի ձեռքից բռնեք, գնացեք ուղիղ Սելիմի Լեռնանցքի տակ գտնվող Լեռնահովիտ գյուղ։ 5 տարի դուք 100 աշակերտի համար դպրոցը քանդեցիք եւ նոր դպրոց եք փորձում կառուցել։ Կառուցում եք, ամեն անգամ որ ուզում եք բացեք, տեսնում եք կամ լավ չի կառուցված, կամ կոռուպցիան շատ է։ Այս մի դպրոցով ես արդեն 5 տարի հետաքրքրված եմ։ Առաջիկայում ճանապարհները դեռ այնտեղ դյունառատ է։ Առաջիկայում անձամբ եմ փորձելու գնալ եւ այդ ողջ խայտարակությունը բացահայտել տեղը տեղին։ Դուք այդ գյուղի երեխաներին 5 տարի լցրել եք դոմիկ ու ասում եք այս դոմիկում դաս արեք։ 21-րդ դարում, երբ որ Տիգրան Ավինյանի ամերիկյան մի ուղևորությունը Երևանի քաղաքապետարանի բյուջեի վրա նստեց 20 եւ ավել $1000, երբ որ դուք մի քանի լրտես ադրբեջանցի բերեցիք Հայաստան $20-30,000 մեկ-2 օրում դրանց վրա ծախսեցիք, դուք այդ երեխաներին 5 տարի այդ մատաղ սերնդին առաջին դասարանից մինչև դուք լցրել եք այդ դոմիկի մեջ ու ասում եք այստեղ դաս արեք։ Սիրելի լեռնահովիցիներ, ինչ եք մտածում։ Ինչու է ձեզ հետ այսպես վարվում Նիկոլ Փաշինյանը։ Դուք ինքներդ կարող եք ձեզ մեջ այդ եզրահանգումը անել, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը ձեզ հետ այսպես վարվում։ Եվ ընդհանրապես, ինչու է այս իշխանությունը հայ հասարակության հետ այսպես վարվում։
Շնորհակալություն։ ասելիքս շատ է, խոսելիքս շատ է, բայց նորից ու նորից ուզում եմ ձեզ ասել, եթե դուք չեք ուզում ունենալ ցուրտ ձմեռներ, 90-ական թվականները մեր ամբողջ հասարակությունը, գուցե վերջին սերունդը չիմանա դրա մասին, մենք բոլորս անցել ենք դրա միջով, բայց անցել ենք, արժանապատիվ ենք եղել, որովհետև հաղթանակած երկիր ենք եղել։ Հիմա մեզ ոչնչի դիմաց այս իշխանության գրպանային ընդդիմությունը արդեն մի քանի ամիս է ասում է պատրաստվեք ցուրտ ձմեռների։ Եթե դուք պատրաստ եք ձեզ, ձեր ընտանիքի անդամներին, նոր ծնվող երեխաներին տանել 90-ական թվականներ, հունիսի 7-ը դրա հնարավորությունը ձեզ տալիս է։ Ես չեմ ասում, ես ռուսամետ եմ, եվրոպամետ եմ, ամերիկամետ եմ, ես հայամետ եմ։ Դրա համար իմ ընտանիքը բոլոր իշխանությունների օրոք եւ տուժել եմ եւ աշխատանքից եմ ազատվել, ընդհուպ եղել է ժամանակաշրջան, որ քաղաք, որտեղ ես աշխատել ապրել եմ, այդ իշխանությունը ինձ այդ քաղաքից դուրս է արել, բայց ես շարունակում եմ ապրել Հայաստանում։ Ես հայամետ եմ։ Եվ եթե ես ձեզ ասում եմ, որ մենք պիտի վարենք ճիշտ տնտեսություն, ճիշտ հարաբերություն, ուրեմն դա ասում եմ մեր բոլորի համար։ Այլապես եթե ես կարող եմ իմ տարիքը թույլ է տալիս դուրս գալ երկրից, սիրելի տատիկ պապիկներ, այ դուք չեք կարող։ Այս իշխանության լինել չլինելը կախված է ձեզանից ու ձեզ տրված 10,000 դրամ թոշակից։ Ինչու եմ ես սա ասում, որովհետև այս ընթացքում փորձել եմ ավելի շատ խոսել մեր հասարակության հետ եւ առավելագույն տեսակետը, որ լսել եմ, դա այն է, հենց մեր տատիկ պապիկներից, որ ասում են, բա 10,000 դրամ թոշակը։ Դուք ձեր 10,000 դրամ այդ կարճատև ժամանակահատվածում ստացվող ձեր 10,000 դրամ թոշակով չվտանգեք ձեր ընտանիքում ծնվող թոռների, ծոռների, ձեր տղաների ու աղջիկների այստեղ ապրելու հնարավորությունը։ Ես ձեզ սա որպես համարեք ձեր դուստր, ձեր քույր, ձեր թոռ, չգիտեմ, համարեք, որ ես սա հուշում եմ ձեզ, ասում եմ ձեզ, մի արեք նման բան։ Այդ 10,000 դրամ թոշակը անվտանգ երկրում մենք կարող ենք ստանալ։ Տեսեք, մի բան էլ ասեմ անվտանգության մասին խոսեցի։ Ես շնորհավորում եմ մեր լավ հարևան, բարեկամ Իրանի ժողովրդին այս գիշեր ունեցած զորեղության համար։ Թվում էր, թե Իրանը ծնկի է եկել, բայց Իրանը կետեր առաջարկեց Միացյալ Նահանգներին այս գիշեր, որ ես գրեթե ամբողջ գիշեր չեմ քնել, սպասում էի ինչ է կատարվելու Երևանի ժամանակով ժամը 4-ին մեր հարևան երկրում, բայց դիվանագիտական խողովակներով Միացյալ Նահանգները եւ Իրանը եկան այն եզրահանգմանը, որ այդ նեղուցի ողջ պատասխանատվությունն ու կիրառումը մնում է Իրանի ենթակայության տակ, նախկինում ամբողջությամբ դա Իրանի ենթակայության տակ չէր եւ հիմա անգամ դա Իրանի ենթակայության տակ է եւ Իրանը ցույց տվեց, որ երկիր սիրող ղեկավարը կարող է բոլոր միջոցներով պահել իր երկրի անվտանգությունն ու անկախությունը եւ ոչ թե սրանց նման, որ եկել են ու ասում են Հայաստանում խաղաղությունը կախված է ՔՊ-ից, Հայաստանում պատերազմը կախված է ՔՊ-ից։ Դուք խաբում եք, դուք այլևս թրիփի անունը չեք տալիս, որովհետև գիտեք, որ դա այլևս չգործածվող եղելություն է, չկա դա, այլևս չկա դա եւ Հայաստանում եթե լինի պատերազմ, կլինի անկախ Նիկոլ Փաշինյանի լինել չլինելուց, որովհետև Ադրբեջանը մինչև Նիկոլ Փաշինյանի գալն էլ ոտնձգություններ էր իրականացրել Արցախի հանդեպ, Տավուշի մարզի հանդեպ, Վայոց ձորի հանդեպ, այնպես որ
այդ կեղծ խաղաղության օրակարգին հատկապես դիմում եմ Սյունիքի մարզի իմ հայրենակիցներին, կեղծ օրակարգ է, չտրվեք, այ որ ասում են խաղաղություն է, ես հիմա ձեզ երկու օրինակ բերեմ, տեսել եք օրինակ Նիկոլ Փաշինյանի ՊՆ նախարարությունը որոշի Ջերմուկի գլխի ադրբեջանցիներին դուրս վռնդի այնտեղից, այ հենց վռնդեցին, խաղաղություն չի լինի, այ հենց կպան իրենց խաղաղություն չի լինի, տեսել եք, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևին հակադարձի և ասի Զանգեզուրը արևմտյան Ադրբեջան չէ, այ հենց հակադարձեց պատերազմ կլինի, այսինքն տեսել եք, որ ադրբեջանցիները կրակ են, մերոնք պատասխան կրակ բացեն, ոչ որևէ հարցում, որտեղ մենք հակադարձենք Իլհամ Ալիևին, պատերազմ լինելու է, իսկ այսպես չհակադարձելով Ալիևը կգա ու կհասնի այդ կենտրոն համայնքի մատույցներ առնվազն։ Բայց դրա փոխարեն տեսնում եք ինչ մակարդակի է իջել Նիկոլ Փաշինյանը իր խոսույթ էս վերջին Երևանի շոկ տեսանյութերը հրապարակում, չգիտեմ շատերն ասում են էլի մոտ ինչ-որ ծիկերա, էլ բոմժ, չգիտեմ ինչ բառեր է կիրառում, էլի էս ինչի դրսևորում է։ Ոստիպայքարի մեջ մտած մարդկանց։ Հա, ոստիպայքարի մեջ մտած մարդկանց, հիմա էլ Պոտայքի մարզումը էլի զուգարաններից դուրս չի գալիս։ Դե ես ասել եմ, այդ մանկապարտեզ դպրոցները պետք է մեր հասարակությանը գուցե ամենաքիչը հետաքրքրեն, որովհետև եթե մի դպրոց կամ մանկապարտեզ սրանք 3 անգամ գնում լենտ են կտրում, ֆարս է, դե դրան պետք չի ուշադրություն դարձնենք, ոչ իր այդ ուտելուն, ոչ խմելուն, ոչ իր, բայց իր խոսույթը այո, այսօր առավոտյան ես լսեցի, որ ասել էր բանա, վախենում եմ, խոսքը Սամվել Կարապետյանի մասն էր, վախենում եմ, որ մինչև տարեվերջ բոմժանա։ Դե այստեղ չի կարող չէ ասել, որ Սամվել Կարապետյանը երկիր է թալանել, այստեղի փողերն է գրփել, տարել, այստեղի փողերով է հարստացել։ Ընդհակառակը եղել է այն բարերար հայերից մեկը, ով Հայաստանում ներդրումներ է կատարել, եւ դու ով ես, որ մտածում ես, որ դու պետք է յուրաքանչյուր աշխատած հայի բոմժ դարձնես։ Իրեն շատ լավ պատասխանել էին բոմժի հոգեբանությամբ մեկը, եկել է եւ խոսում է, շատ լավ էին պատասխանել։ Դուք տեսեք Նիկոլ Փաշինյանը մոտ հետադարձ հայաց ձգի, քո Արարատ Միրզոյանը ասում էր, ինձ ապառիկ չեն տալիս, որ պիլեսոս թե հեռուստացույց գնեմ։ Հիշում եք։ Անցած օրը հրապարակվեց, որ Արարատ Միրզոյանի հագին կարճաթև կուրտկան արժեր $2000։ Դուք վախեցեք, որ այդ ձեր տարած փողերը վաղը ձեզ չեն մնալու, դուք դրանից վախեցեք։ Դուք դրսում ուրիշի աշխատած փողերը մի հաշվեք։ Բայց հայ հասարակությունը, ես վստահ եմ, գալու է օրը հաշվելու է ձեր փողերը։ Հաշվելու է, թե դուք որտեղից դարձաք միլիոնատերեր։ Որտեղից ձեզ այդքան գումար, որին հարցնում ես, ասում է վարկով, հիպոթեկով, չգիտես ինչով եւ այլն, 3, 4, 5, 6 տուն եք գնել։ Մի հատ այդ հարցն եմ ձեզ ուղում էլի, օրինակ Տիգրան Ավինյանի մայրը են որտեղից են կես միլիոնանոց տանտերը դարձավ։ Որտեղից եք դուք դառնում։ Դուք վախեցեք, որ մենք ձեր փողերը սկսելու ենք շատ շուտով հաշվել։ Դե սա մի իշխանություն է, որը ոմանց սպառնում է տնտեսական խնդիրներով, ոմանց քաղաքական հետապնդման է ենթարկում, ինչքան ժամանակ է, չէ, քրեական գործեր է կարում, էս է անում, այն է անում, ասում է գեներալ Արշակ Կարապետյանը, էս է արել, այն է արել, բա որտեղ եք ապացուցելու, ոնց եք ապացուցում, բա։ Դուք նույն հաշվով ասում եք 11000 դասալիկ կա։ Դուք հայ ժողովրդին նվաստացնելու լավագույն օրինակն եք, այն ինչը չէր կարող այս տարիների ընթացքում անել թուրքը կամ ադրբեջանցին, դուք դա շատ հանգիստ անում եք, շատ հանգիստ։ Դրա համար եմ ասում, սիրելի ժողովուրդ։ Հունիսի 7-ին ես կարծում եմ, սա մեզ համար ոչ թե ընտրություն է, հունիսի 7-ը, այլ Հայաստանի լինել չլինելու, այ ասում են օրինակ արդեն Թուրքիայում, Ադրբեջանում այդպիսի բաներ են շրջանառվում, որ եթե այս մի անգամ էլ Նիկոլ Փաշինյանը հանկարծ կարողանա ընտրվի, մնացած հարցերը մենք կլուծենք, էլի մենք գիտենք ինչ կանենք։ Ես հիմա ձեզ ասում եմ, որ հունիսի 7-ին քիչ ժամանակ է մնացել, գնալու ենք քվյա խուց, մի քվյա թերթիկ կա, որը պետք է այնտեղ ներքևում աղբաման է դրված,
Ենթադրում եմ հենց այդ քվեաթերթիկի համար։ Շնորհակալ եմ ձեզ։